Մարտի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները եւ հեռանկարները խորագրով բարձրաստիճան հանդիպանը ներկայացրել է 2025 թվականին ներքին գործերի նախարարության համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքները։ Ներկայ էին ներքին գործերի նախարարության ղեկավար կազմը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, դեսպաններ, ներքին գործերի նախարարության եւ միջազգային գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը եւ ՄԱԿ զարգացման ծրագրին հանդիպումն արդեն 3-րդ անգամ կազմակերպելու համար, ընդգծելով, որ ձևավորված հարթակը դարձել է կարևոր ինստիտուցիոնալ մեխանիզմ միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկելու իրականացվող բարեփոխումները։ Արփինե Սարգսյանի խոսքով գործընկերային համագործակցության բարձր մակարդակի մասին է փաստում ներքին գործերի նախարարության կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսի 70% ապահովումը, իսկ մնացած 30%-ը գտնվում է ընթացքի մեջ։ Ներկայացնելով արդյունքները նախարարը նշել է, որ 2025 թվականին անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանը գրանցել է միգրացիոն դրական սալդո, ինչը հաստատված խաղաղության եւ ոլորտային բարեփոխումների իրականացման արդյունքն է։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին նախարար Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում, ինչը երկկողմ հանձնառության եւ ջանքի մասին է։ Ներքին գործերի նախարարը նշել է նաեւ, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը եւ վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։ Արփինե Սարգսյանի խոսքով ավարտական փուլում է ԵՄ չափանիշներին համապատասխան կենսաչափական համակարգի ներդրումը եւ արդեն 2026 թվականի աշնանը Հայաստանի քաղաքացիները կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան անձը հաստատող փաստաթղթեր, ինչը բարեփոխումների համատեքստում առանցքային նշանակություն ունի։ Անդրադառնալով թվայնացման գործընթացին նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգն ակտիվորեն ընթանում է թվային տրանսֆորմացիայի ճանապարհով եւ այդ ուղղությամբ եւս կան արձանագրված շոշափելի արդյունքներ, ինչը հանրային ծառայությունների մատուցման համատեքստում հեղափոխական առաջընթաց է։ Նախարար Սարգսյանի խոսքով ոստիկանության բարեփոխումների հիմքում համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման մոտեցումն է եւ այդ համատեքստում միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները խոսուն են։ Նախորդ տարվա համեմատ ներքին գործերի նախարարության ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է։ Միաժամանակ նվազել է դժգոհողների ցուցանիշը։ Ընդգծվել է, որ բարեկային ծառայության աշխատանքի արդյունքում 2024-2025 թվականներին խնայվել է 95 կյանք։ Նշվել է նաև, որ բարեփոխումների, ինչպես նաև իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքում 2025 թվականին հանցավորությունը նվազել է 3.2%-ով։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է նախարարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների եւ արդիականացման օրակարգի հետեւողական իրականացումը։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վերջին 1 տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունները հասել են զարգացման պատմական մակարդակի, ընդգծելով վիզաների ազատականացման գործընթացի ակտիվ ընթացքը։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին եւս բարձր է գնահատել ոստիկանության, փրկարար ծառայության, ինչպես նաեւ միգրացիա եւ քաղաքացիության ոլորտներում իրականացված աշխատանքները, շեշտելով, որ գրանցված առաջընթացը տպավորիչ է եւ համահունչ բարեփոխումների օրակարգին, ինչը նաեւ արդյունավետ երկխոսության արդյունք է։ Նախանշվել են նաեւ ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների շրջանակում առաջիկա միջոցառումները, որին հաջորդել է ակտիվ քննարկում հարց ու պատասխանի ձևաչափով։ Մարտի 9-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեցին միանման 2 ահազանգ։ Ինվենկո Մակտիշի բեռնատարի վարորդը հայտնել էր, որ Արտաշատի խճողում կայանված մեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներով եւ կողացել դիզելային վառելիքի լիցքավորման կտրոններ ու գումար։ Վնասը կազմել է շուրջ 156,000 դրամ։ Մյուս դեպքում Volvo բեռնատարի վարորդը տեղեկացրել էր, որ նույն կերպ բացել են Արարատյան փողոցում մաքսային տերմինալի մոտ կայանված իր մեքենայի դուռը եւ գողացել գումար ու բջջային հեռախոս։ Վնասը գերազանցել է 500,000 դրամը։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնեցին Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 30 եւ 31 տարեկան երկու եղբայրներ։ Պարզվեց նաեւ, որ նրանք հանցանքի վայր են մեկնել պատվիրված տաքսիներով, առաջին դեպքում մարտի 9-ի կեսգիշերն անց, երկրորդում առավոտյան։ Մարտի 18-ին եղբայրները հայտնաբերվեցին, ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Նրանց բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե տարա, լցված մարիխուանայի նմանվող մոտ 150 գրամ զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ, 112 լսում եմ ձեզ։ քաղաքը նշեք, Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ Մեկ 2 մեկ զանգ արագարձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։